Բարի օր հայրենակիցներ, վիճակը ինչպես տեսնում եք ամեն օր ավելի է վատանում, բայց մենք ոչ թե պետք է դրանից հուսահատվենք, այլ ուղիներ փնտրենք։ Ես գիտեմ, որ այս պայմաններում համակարգային լուծումներն են ամենաճիշտը, որովհետև վատ գործիչը համակարգում աշխատել չի կարող, լավ համակարգում։ Բայց կան տարբեր մոտեցումներ, ես չեմ ուզում այս հսկայական փորձառություն ունենալով հանդերձ, չեմ ուզում պնդել, որ միակ լուծումն այն է, ինչ ես եմ ասում, որովհետև մեծ մասը տրամադրված է այս ծանր իրավիճակից դուրս գալ մասնավոր քայլերով։ Առաջիկայում մենք շատ բաների մասին խոսենք եւ տեսեք, օր չկա, որ մեզ նոր խնդիրներ չմատուցվեն։ Երեք ամուսարը, այսօր հոգեվորականների զանգվածային հետապնդումը արդեն եւ ամեն օր իրավիճակը դեպի վատն է գնում։ Հիմնական պատճառն այն է, որ մեր երկիրը գտնվում է կոռուպցիոն հանցախմբի ձեռքին։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վատ ղեկավար է, սխալ է կառավարում, ինչ-որ բաներ սխալ է հասկանում կամ չար նկատառումների, այլ ինքը հանցախմբի ղեկավար է։ Երկար ժամանակ սա պարապ խոսք էր, այսինքն մարդիկ խոսում, ասում էին, գնահատական էին տալիս, նաև խիստ գնահատականներ, բայց տվյալ դեպքում իրավական հստակ հիմնավորումներով ես ներկայացրել եմ այն քրեական հոդվածների շարքը, որոնք ինքը կատարում է եւ դրանք շղթել հնարավոր չէ։ Աշխարհի ոչ մի փաստաբան չի կարող օգնել իրեն հերքելու դրանք։ Շատ պարզ ասված է, Հայաստանում դեմոկրատիան կախված է կուսակցությունների մասին օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ կետից, դա է երաշխավոր ժողովրդավարության Հայաստանի եւ ինքը այդ կետը խախտել է, անձամբ ինքն է խախտել։ Իսկ այդ կետի խախտումը նշանակում է, որ կոռուպցիոն համակարգ է գործում, որովհետեւ այն նյութը, որի մասին մենք խոսել ենք, դա կապված է մեր պետական համակարգային խնդիրների հետ։ Մանրամասների մասին հիմա չեմ խորանա, որովհետև 3 օրից ամսի 18-ին կլոր սեղան է տեղի ունենալու եւ այդ կլոր սեղանում ես գլխավոր զեկուցողն եմ մի խնդրի, որը վերաբերում է այս կոռուպցիոն հանցախմբի կայացմանը, նրա մասնակիցների մատնանշմանը։ Իմ կարծիքով պետք է մենք փակուղային վիճակ ստեղծենք մեր հակառակորդների համար։ Որոշ մարդիկ իրենց առյուծ ու արծիվ երևակայելով ասում են, չէ, մենք սրանց հետ գործ չունենք։ Բա ում հետ գործ ունենք։ Ունենք սրանց հետ գործ։ Սրանք նվաճել են մեր երկիրը։ Մեր երկիրը նվաճողներին բոլոր ձևերով, հոգեբանական, իրավական, քաղաքական, հանրային ճնշմամբ, բոլոր ձևերով պետք է իրենց տեղը ցույց տանք։ Եվ այնպիսի պայմաններ ստեղծենք, որ իրենք չկարողանան իրենց հարմարավետ զգալ ստեղծված իրավիճակում։ Ինչևէ, դա իմ մոտեցումն է, այլ մոտեցումներ էլ կան, մենք բոլորը պետք է հաշվի առնենք, համադրենք։ Ուրեմն այդ կլոր սեղանը, ազգային համագործակցության կլոր սեղանը ամսի 18-ին տեղի է ունենալու բիզնես կենտրոնում, եթե ում որ պետք է նա կարող է ինձ գրել կամ կոմենտներում ես հաստեն հստակ կգրեմ, բայց ընդհանրապես բոլոր կլոր սեղանները պետք է միավորվեն։ Կլոր սեղան նշանակում է համախոհների ազատ քննարկում։ Համախոհների ազատ քննարկման պայմաններում պետք է բոլորը հավաքվեն։ Ես չեմ ընդունում այն վախվորած մոտեցումը, թե վայ, սա լավը չի, դե դու ես լավը, թե մենք էլ իքական գիմնազիայի աշակերտուհիներ ենք, գործիչներ ենք։ Գործիչի պիտի բոլորի հետ կարողանա աշխատել, մանավանդ երբ հստակեցված են խնդիրները։ Այնպես որ մենք այն իրավիճակում ենք, որ բոլորս պետք է փորձենք համախմբվել։ Այսինքն համախմբվում ենք միասին աշխատում, խանգարողը գործից դուրս է մնում։ Բայց եթե դու նախապես ասում ես, այսինչը խանգարող կլինի, արդեն դու ես դառնում խանգարողը։ Եվ իսկապես խանգարում ես։ Ես իհարկե աշխատում եմ մարդկանց հետ, ոչ միայն իմ գաղափարակիցների հետ, ընդհանրապես քաղաքական դաշտի մարդկանց հետ փորձում եմ իմ փորձը փոխանցել, գնահատում եմ, շատ եմ գնահատում, որ նրանք ամեն առիթով նշում են իմ անցած ճանապարհ եւ կարեւոր են համարում դրա օգտագործումը, բայց այդ տարաձայնություններով հանդերձ մենք պիտի կարողանանք արագ աշխատել, որովհետեւ երբ արագ չես աշխատում, նշանակում է դու գիտակցելով կամ չգիտակցելով կամա դառնում ես հակառակորդիդ աջակիցը, ցանկացած պայքար, ցանկացած աշխատանք նախ եւ առաջ աշխատանք է տվյալ ժամանակում շատ գործողություններ կատարելու համար։ Աստված թող մեզ բոլորիս օգտակար լինի, թեև ու թիկունք լինի, եւ մենք էլ արագացնենք մեր երկրի իրավիճակի բարելավումը։ Շնորհակալություն։